ուրեմն, բայց այդտեղ կա մի հատ խնդիր, որը շատ կարևոր է, որ էլի ես ուզում եմ մեր հանրությունը սա պատկերացնի, ուղղակի պատկերացնի, տեսեք։ Շատ անդունված ասել, որ պատերազմների հիմքում, ընդհանրապես պատերազմների հիմքում ուժերի բալանսի խախտումն է, այո, բայց այդտեղ կա շարունակություն էս մտքի, որը շատ դեպքերում չի բարձրաձայնվում, չի արտասանվում։ Այդ ուժերի բալանս կոչվածը ի նկատի չունի միայն ռազմական պոտենցիալը։ Այսինքն հիմա եթե ես դա պրոյեկտ եմ հետադարձ մեր վրա, հա, եթե Ալիևը ուզում է սկսել պատերազմ, բացի նա, որ ինքը պիտի մտածեր, որ հիմա իր մոտ ուժերը ավելի լավ վիճակում են եւ այլ, ինքը պիտի իրան հարց տար, հա, աշխարհի խոշորների կողմից դա իրան ներվելու է, թե չի ներվելու։ Ինքը դրա տակից դուրս է գալու, թե դուրս չի գալու։ Պատասխան տալ կարողանալու է, չի կարողանալու։ Հիմա սրա արդյունքում դու սկսում ես հավաքել այդ դոսիեն, որը ներկայացնում ես ցույց տալու, որ ուրիշ երկ չունես, անելանելի վիճակում ես։ Հիմա այդտեղ այդ երկրի իշխանությունը այս դեպքում Հայաստանի դառնում է քեզ ճակերտով կամ առանց ճակերտի, օգնող օժանդակող դաշնակից, թե ոչ։ Հիմա Արցախը, Հայաստանը եւ վերջը շատ ուժեղ տված նվեր էր։ Այդ նվերների շարքը սկսել է 18-ից, նորից եմ ասում, ընտրված պարուսությամբ կարելի է տեսնել այդ շղթան ոնց է գնացել, հա, այդ բան, բայց այդ նվերների մեջ կա 3-ը, որը որպես էքսկլյուզիվ նաբոր ես միշտ առանձնացնում եմ, հա։ Ուրեմն Արցախ, Հայաստանը եւ վերջ։ Դրանից հետո հիմա ստեղ որոշակի անհարմարությամբ եմ սա ասելու, որովհետեւ ում հարցը վերաբերում է հիմա Բաքվի բանտում է, բայց Արայիկ Հարությունյանը նախագահ ընտրվելու իր 100-րդ օրը հրավիրում է ասուլիս, եւ այդ ասուլիսի ժամանակ առավել քան ինձ թվում է կարելի է համարել հավանական, եթե չասեմ վստահելի, որովհետեւ այդ թեզերը ճշտվում էր Նիկոլ Փաշինյանի հետ, եւ այդ ասուլիսի ժամանակ բարձրաձայնում է հետեւյալ միտքը 20 թվականի օգոստոսին։ Այո, բարձրաձայնում է հետեւյալ միտքը, որ եթե անգամ մեր անկախությունը ճանաչեն, մենք ոչ մի տարածք էլ չենք վերադարձնելու։ Ֆիքսեցինք։ Այսինքն ստեղ Արցախը, Հայաստանը եւ վերջ բանակցությունը ինչի մասին է։ Այնտեղից եթե անգամ Արցախի անկախությունը ճանաչեն, մենք ոչ մի տարածք չենք վերադարձնելու, բանակցությունը ինչի մասին է։ Եվ վերջապես այս կատաստրոֆա տրիլոգիայի 3-րդ էլեմենտը, պատերազմը սկսելուց ընդամենը 2 օր առաջ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ուրեմն ռելիզն է դուրս գալիս, որտեղ ասվում է, ուրեմն մենք Ադրբեջանի հետ բանակցելիք չունենք, որտեղ Ալիևը չի ներկայացնում սեփական ժողովրդին։ Հիշում եմ։ Դրանից հետո էլ Նիկոլը ասացել ամեն ինչ։ Հարցազրույց եմ տալիս նենց բան պատմեմ, որ գմփա վերջի 3-րդ բերած օրինակը պատերազմի սկսելուց 2-3 օր առաջ է, ընդամենը։ Երբ որ իրանք արդեն գիտեն, որ Ադրբեջանը գնալ է պատերազմ։ Ասված է ամեն ինչ։ Այսինքն հիմա այս 19 թվականի փաստաթուղթը, ստայվից հետո շկինատի։ Ինքը սաղ պատկերը ցույց է տալիս եւ այլ եւ այլ։ Այսինքն պարոն Բեկարյան, եկեք մի հատ ամփոփելով ընդհանուր գնանք, այդ 19-ի փաստաթղթի վրա կենտրոնանանք։ Նիկոլը սուտ էր խոսում, որ այդ փաստաթուղթը չկա։ Որ առաջարկ չի եղել, որ առաջարկ չի եղել։ Երկրորդը սուտ էր ասում, որ ամբողջ բանակցային գործընթացի ընթացքում բանակցվում էր Արցախը Ադրբեջանի կազմում լինելու մասին։ Դա էլ է սուտ եւ դա փաստում է 19-ի փաստաթուղթը իր առաջարկով։ Սուտ էր խոսում, որ Շուշին պարտադիր պայման էր բանակցային գործընթացում։ Դե հան, բայց պետքա մի հատ sense որ տրվեր Ադրբեջան, այո, որ պետքա հանձնվեր, հա։ Սուտ էր ասում, որ գոյություն չուներ որևէ տարբերակ, որը չէր ավարտվելու այս ամեն ինչով, հա։ Պատերազմով եւ կորուստներով։ Այո։ Փաստացի մենք ունենք փաստաթուղթ, որը ֆակտ ցույց է տալիս, որ լավն է, վատն է, վիճելի է, բանակցելի է եւ այլն, բայց ինքը շատ ավելի լավն էր, քան ինչ որ մենք հիմա ունենք արդյունքում, հա, այսինքն ցանկացած տարբերակում, ցանկացած ամենավատ փաստաթուղթ ավելի լավ էր, քան ինչ որ Նիկոլը բերեց բոլորիս գլխին արդյունքում, չգնալով բանակցությունների, տապալելով բարդակ սարքելով բանակցային գործընթացում բառացիորեն, իրար հակասող դիրքորոշումներով բանակցային գործընթացի տրամաբանությունը ամբողջովին տապալող, բոյկոտող, տորպեդահարող, դեստրուկտիվ մտցնող, միշտ այդ բոլոր էպիցետները եւ ձևակերպումները եղել է ադրբեջանական կողմի մասին տասնամյակներ շարունակ։ Այդ թվում նաեւ Մինսկի խմբի համանախագահները դա ֆիքսել են, որ դեստրուկտիվ կողմը միշտ Ադրբեջանն է լինում։
Իսկ մենք միշտ պուպուշ եւ սպիտակն ենք այդ բանակցությունների մեջ։